մարդիկ նամակ են գրում, ասում են, բա մեր գյուղի մանկապարտեզը չասեմ որ գյուղի, չի գործում մեր գյուղի մանկապարտեզը, բա նոր կառուցված մանկապարտեզը, սենց ոնց կլինի եւ այլ, հետաքրքրվում ենք, այս ինչ մանկապարտեզը։ Պարզվում է, որ մանկապարտեզը կառուցվել է բարերարների ջանքերով, կառուցվել է, բացումը արվել է, ռեպորտաժները գնացել են, վյուները ապահովել են, լայքերը ապահովել են, կոմենտները ապահովել են, մեդալը կախվել է, անունները քանդակվել է պատերին, ոսկետար, բանի ադամանդակուր եւ այլն եւ այլն։ Ու բանը պարզա երեկոյան ընթրիկ, առավոտյան խաշ եւ բոլորը արդեն ծրվել են։ Եվ դրանից մի ամիս հետո մանկապարտեզը փակվել է, ինչու՞։ Որովհետեւ հոսանքի պարտք ունի։ Եվ պարզ չի ով պետք է վճարի։ Ջրի պարտք ունի։ Աշխատողները աշխատել են, բա ով է վճարելու իրանց աշխատավարձը։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Իհարկե հիմա այդ մանկապարտեզը գործում է, որովհետեւ կառավարությունը իր որոշումներով դա դրել է այդ թվում համենքային եւ մենք այդ պահից արգելել ենք, հույս ունեմ, ես գոնե այդպես եմ հանձնարարել, արգելել ենք ցանկացած նախագիծ, որը կառավարության սահմանած ստանդարտի մեջ չի, որը այդ թվում համենքային կամ պետական բյուջեի տրամաբանության մեջ է դրված եւ այդ տրամաբանության մեջ է աշխատում։